Պատերազմի 1615-րդ գիշերը Ուկրաինայի զինուժն ինտենսիվ հարվածներ է հասցրել Ռուսաստանի բազմաթիվ տարածքների։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոբ ուժերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Թաթարստանի, Ուդմուրտիայի հանրապետությունների, Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։ Ամենազանգվածային գրոհը եղել է Բելգորոդի ուղղությամբ, որը տածել են բազմաթիվ պայթյուններ, հրդեհներ են բռնկվել, կան ավերածություններ, տուժել է 12 մարդ, այդ թվում 2 երեխա։ Դոնի Ռոստովում ուկրաինական անօդաչուների թիրախում են հայտնվել երկաթուղային եւ նավահանգստային ենթակառուցվածքները։ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր ձեռնարկության, պահեստային շինությունների եւ մի քանի տնտեսությունների տարածքում։ 2 մարդ զոհվել է Դոնի Ռոստովի ուղղությամբ հարվածի հետևանքով։ Տուժել է 5 մարդ, 2-ը, այդ թվում 1 դեռահաս, ծանր վիճակում են։ Վերջին շրջանում ամենամասշտաբային հարձակմանն է ենթարկվել Ուդմուրտիան, հաջողվել է որսալ ու ոչնչացնել դրոններից մի քանիսը։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ հարվածներ են հասցրել Յարոսլավլում եւ Ուդմուրտիայում նավթաբազաներին։ Զելենսկին նշել է, որ նման գրոհներով Կիևը պատերազմը վերադարձնում է Ռուսաստան, որպեսզի ի վերջո արժանապատիվ խաղաղության համար հնարավորություն ստեղծվի։ Ուկրաինայի նախագահը խոսում է արժանապատիվ խաղաղության մասին, իսկ Ռուսաստանի նախագահն ավելի հորետեսական կանխատեսումներ է անում Ուկրաինայի ապագայի համար։ Տեսեք ինչ է կատարվում հարևան երկրում, այնտեղ նրանք վիճում, կռվում են ինչպես սարդերը տարայի մեջ, կիսում են ուկրաինացի ժողովրդից գողացված փողերը, կամ էլ գողանում են արևմտյան հովանավորներից, փախչում են արտասահման, թաքնվում, հետո վերադառնում, էլ ինչ միասնություն այնտեղ։ Բացի այդ, այնտեղ կա Ուկրաինայի արևմտյան հատվածը։ Այդ հողերը Ստալինն է նվիրել Ուկրաինային պատերազմից հետո։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այս արևմտյան հողերը։ Այնինչ պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային, Ռումինիային, վաղ թե ուշ պատմականորեն ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության միայն մեկ երաշխավոր կար՝ Ռուսաստանը։ Կրեմլի ղեկավարի խոսքով Ուկրաինան ոչ միայն չուզեց երաշխավոր, այլև Ռուսաստանին թշնամի կարգեց։ Անդրադառնալով ռազմական գործողություններին, Պուտինը կրկին հիշեցրել է, թե ով է առաջինը սկսել պատերազմը ըստ իրեն։ Ես բազմիցս եմ ասել, ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, մենք որևէ պատերազմ չենք սկսել։ Մենք պարզապես սկսեցինք պատասխանել այդ ռազմական գործողություններին։ Այն պատերազմին, որը սանձազերծեց Կիևի ներկայիս ռեժիմը արևմուտքի աջակցությամբ, այն ժամանակվա Ուկրաինայի հարավ-արևելքի որը միշտ կողմնորոշված էր դեպի Ռուսաստան։ Ուկրաինայի իշխանության համար դժվարին ժամանակներ են, քանի որ պատերազմական գործողություններից բացի երկրի ներսում անվստահություն է հասունանում Զելենսկու նկատմամբ։ 10 օր է Կիևում բողոքի ակցիաներ են, ակտիվիստները կրկին պահանջում են Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերականգնել Միխայել Ֆյոդորովին։ Հենց այս ֆոնին Զելենսկուն կարծես մտահոգում է Պուտինը։ Ուկրաինայի նախագահի խոսքով Կրեմլի ղեկավարը բախվում է երկրի ներքին խնդիրներին, մասնավորապես վառելիքի մատակարարումների եւ լոգիստիկ հարցերի հետ կապված։ Կասպից ծովում իրանական առևտրային նավի հարվածելու պատճառով լարվածություն է առաջացել նաև Ուկրաինա-Իրան հարաբերություններում։ Sky News-ի լրագրողը Զելենսկուն հարց է ուղղում. անհանգստանում է արդյոք Իրանի Ուկրաինայի դեմ գրոհից։ Իրանն արդեն հարձակվել է մեզ վրա Ռուսաստանին զենք մատակարարելով։ Մենք պետք է զգույշ լինենք, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք նոր ճակատ բացելուց։ Բայց եկեք անկեղծ լինենք, իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա։ Հուսով եմ նրանք չեն ուժեղացնի այս հարձակումները, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մենք չենք կարող վստահել նրանց, քանի որ հենց սկզբից առանց մեր կողմից որևէ էսկալացիայի իրանցիները զենք են մատակարարել։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Զելենսկուն համեմատել է առաջին համաշխարհային պատերազմը հրահրած անարխիստների հետ։ Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է այն անարխիստներին, որոնք առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին թատերական եւ չափազանց վտանգավոր գործողություններ կատարեցին, որոնց հետևանքները զգաց ամբողջ Եվրոպան։ 4 տարի առաջ ուկրաինական ռեժիմն իր երկիրը վերածեց տերությունների միջև աշխարհաքաղաքական վեճերի գործիքի։ Էսմայել Բաղայի պնդմամբ բազմաթիվ երկրների մեղադրանքներ ուղղելու փոխարեն Ուկրաինայի իշխանությունը պետք է կենտրոնանա իր երկիրը պատերազմից փրկելու վրա։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։